չէ, նա պատկեր չունի, նրան պետք չէ վարկ վերցնել քեզնից։ Դրա համար, եթե դու եկար, որ Աստծուն շնորհ անես եւ մտածես կհասնես արդյոք Աստծուն արվից, թե ոչ, ես ուզում եմ ասել քեզ, որ Աստված նստած չի արվի մեջ։ Աստծուն պետք չեն քո փողերը։ Ինձ նույնպես։ Մեզնից ոչ ոքի դրանք պետք չեն։ Կկարողանաս ասել ինչ-որ արժենա, սա ինձ չի հուզում։ Լավագույն վայրն է քեզ համար, որտեղ ամեն բան կարգին է իմ հոր տան մեջ։ Ոչ քո աշխատանքը, ոչ քո ընկերները, ոչ քո քարոզիչը, ոչ քո ընկերը, ոչ քո մայրը, Աստված ասում է. ես կօրհնեմ քեզ։ Հենց որ ստանաս այս խոսքը քո հոգու մեջ կդադարես վազել ամեն ուրախ նայելով մարդկանց փորձելով խղճահարություն առաջացնել նրանց մեջ, անգամ եթե օգտագործում է նա մարդկանց նախկինի պես։ Սա Աստված է անում, նա մարդկանց կփոխի, որ չկարչես մի մարդուց, ու Աստված իմ օգնիր ինձ քարոզել, նա ուզում է հասկանաս, որ սա նա է։ Անգլերեն օրինակը դուք կարող եք ստանալ էկրանի վրա նշված հասցեներով, ռուսերեն օրինակները դուք կարող եք ստանալ ծրագրի վերջում նշված հասցեներով։ And if you'd like, we'll send you the booklet, CDs, and the video series, Our Way of Saying Thank You. So write to us, visit our website, or call 1-800-BISHOP2. Ես ուզում եմ աղոթել քո սերմի համար, ուզում եմ օժնել այն, ուզում եմ հավատալ, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենալու ձեր կյանքի այս ժամանակահատվածում։ Աստված օգնի ձեզ իմ քույր եղբայրներ, հավատքի հրաշագործ Սերմը քարոզաշարքի անցած մասում 9-րդ սերիա մենք կիսում ենք ձեզ հետ Աստծո խոսքը, թե ինչ կարող է Աստված անել։ Մենք վերադառնում ենք այսօր այդ քարոզաշարքին, բայց ես ուզում եմ այլ պատգամ կիսել ձեզ հետ։ Իսկապես հավատում եմ այն կօգնի ձեզ, դա արմատական պատգամ է, դու պետք է լսեք դա, այն կփոխի ձեր կյանք։ Խոսքն ասում է, որ Աստծուն պետք չեն քո փողերը։ Նա ինչ որ ձախողակ չէ, որ ապրում է կյանքի ապահովագրական համակարգով, որոնց վրա պետք է բարթես քո խնդիրները, չեմ հավատում դրան։ Աստծուն պետք չեն քո փողերը։ Քեզ պետք է ցանել դրանք։ Եվ երբ դու ցանում ես դրանք, դու աճեցնում ես դրանք եւ բերք կստանաս քո կյանքի բերքը։ Երբ մենք անցնում ենք Աստծո խոսքին, այն խոսում է բոլոր այն բաների մասին, ինչ հոգով ես տալիս։ Եթե ծարիս ես ոչ թե կարիքից ելնելով, ոչ թե սրտից, ոչ թե նրա համար Աստված պետք է խնդիրների միջից ցանես, Աստված լճացման մեջ չէ։ Դու ուզում ես ցանել հարուստ, պտղաբեր հողի մեջ։ Եվ երբ դու ցանում ես հողի մեջ, որն արդեն հարուստ է, դու հարուստ բերք ես հնձում։ Ես կանցնեմ Աստծո խոսքին, ես հավատում եմ, որ այն կկարողանա ավելի լավ բացատրել։ Աստծուն պետք չեն քո փողերը, քեզ պետք է ցանել դրանք։ Ոմանց պետք է որ նրանց կարիքն ունենան, եւ դրանց համար նրանք արձագանքում են կարիքներին, եւ դու կանգնում ես կամ քարոզիչը կամով էլ լինի, նույնիսկ անպայման չէ, որ դա եկեղեցում լինի, կարող են քաղցած երեխաներ լինել ինչ որտեղ Աֆրիկայում կամ էլ այլտեղ, երբ նրանք կարիքի տպավորության տակ են, նրանք սկսում եւ մտածում են, ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք օգնել։ Մենք կարողանանք օգնել, եկեք օգնենք եւ նրանք տալիս են, նրանք տալուց ջերմ զգացողություն ունեն, որովհետեւ նրանք արձագանքեցին կարիքին, նրանք զգացին կարիքը եւ արդյունավետ արձագանքեցին, նրանք միշտ չեն կարող հասկանալ, թե ինչու մարդիկ առատորեն տալիս են այնտեղ, որտեղ ոչ մի նպատակ չկա, որովհետեւ այդ մարդիկ տալիս են այնտեղ, որտեղ կարիք կա, նրանց պետք է որ նրանց կարիքն ունենան։ Երբ դու հասկացնում ես, որ նրանց կարիքը կա, նրանք բարոյապես ավելի պատասխանատու են զգում արձագանքելու եւ հեռանում են այնպիսի զգացումով, կարծես թե Տես, ես լավ մարդ եմ։ Ես լավ մարդ եմ, ես օգնեցի նրան։ Ես օգնեցի։ Գիտես քանի երեխա եմ հովանավորում Աֆրիկայում եւ քանի մարդկանց ենք փող ուղարկում։ Ես լավ մարդ եմ, նրանք չեն կարող հասկանալ այն վարդապետությունը։ Այն վարդապետությունը, որ Պողոսն է տալիս եկեղեցուն, որն ասում է՝ մի տուր նրանց կարիքներին։ Բայց դու եք կիսել ձեզ հետ մի փոքր, ես պարզապես ուզում եմ զրուցել մի փոքր։ Ես այդ ամենով անցա, երբ մենք կառուցում ենք այս եկեղեցին, եկեղեցաշինության վաղ-փուլում ձեզնից շատերը հիշում են եւ կարող են հաստատել, մենք պարտքի մեջ ենք կառուցում ենք այս եկեղեցին խիստ բեռնավորված պատասխանատվությամբ։ Ես չէի անհանգստանում, ես ստրեսի մեջ չէի ֆինանսների պատճառով, ես չէի փորձում սովորեցնել ինձ, ես չէի փորձում խեղդել կամ ձևացնել մեծ հավատացողի նման, ես սկսեցի այդ ծրագիրն իմանալով, որ փող չունեմ։ Որովհետև եթե ես ունենայի այդ փողը, ես պարզապես կվճարեի դրա համար եւ կշարունակեի իմ գործը։ Ես դարել եմ ավելի փոքր մակարդակներում։ Եթե ես փող ունենամ, իսկ եկեղեցում մի բանապետ, ես պարզապես տալիս եմ այդ փողը, բայց ես սկսեցի դա իմ հույսը բոլորովին էլ ինձ վրա չդնելով, որովհետև դա ինձ մեծ բավական մեծ էր։
Դու երբեք չես տեսնի Աստծուն, միջև որ իրավիճակը ավելի մեծ չլինի, քան դու։ Դա միանշանակ մեծ էր ինձ, եւ ես սկսեցի այս ծրագիրը հույսս եկեղեցու վրա չդնելով, որովհետեւ դա երիտասարդ եկեղեցի էր, եւ մտքով ես հասկանում եմ, որ այդ եկեղեցին այնքան երիտասարդ է, որ չի կարողանում անմեջ շենքի շինություն թույլ տալ։ Այդ եկեղեցում շատ մարդ կար, բայց մարդիկ դուրս են թռչում եւ դուրս են գնում։ Այն ժամանակ այստեղ եղող մարդկանցի շատերը հիմա այստեղ չեն, կամ էլ նրանք այստեղ են, կամ էլ մի ուրիշ տեղ են։ Նրանք նավերի պես են, որ անցնում են նավահանգիստների կողքով, նրանք մոտենում են, նրանք հեռանում են, նրանք կարող են գալ, հետո կարող են հետ գնալ եւ այլևս չվերադառնալ մարդկանց վրա չես կարող հույսը կառուցել։ Ես հավատում եմ այն խոսքին, որ ասում է եւ իմ Աստված ձեր ամեն պետք եղածը պիտի լցնի իր ճոխության չափով փառքով Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Հավատում եմ, կարճ ասած ես քաղաքում չէ, ես քարոզում եմ Նյու Յորքում եւ Հովի Ռոբինսոնը զանգահարեց իմ բջջայինի վրա եւ ասաց, որ ծառայությունը հրաշալի էր եւ ամեն բան շատ լավ էր։ Հայտնվեց մի երիտասարդ, շատ ճոխ հագնված, ձեզնից ոմանք հիշում են դա, հայտնվեց մի երիտասարդ եւ ասաց, որ պատրաստում է $20 միլիոն տալ եւ այդ բոլորը գոչում էին, լացում եւ ուրախանում եւ գոհանում էին Աստծուց եւ այլն, բայց երբ մենք անցանք մեր տնային աշխատանքի կատարմանը, այս եկեղեցու լավ բնութագրիչներից մեկն այն է, որ մենք միշտ կատարում ենք մեր տնային աշխատանքը։ Հավատացեք, գուցե մենք աղաղակենք մի քանի րոպե, բայց հետո կվերջացնենք աղաղակել եւ կպարել եւ կստուգենք մանրակրկտորեն եւ երբ մենք մեր տնային աշխատանքն ենք կատարում, նա մեզ ասել է, որ այքայազներ, բայց արքայaz չէ, նա ասել է, որ միլիոններ ուներ, բայց նա չուներ, նա ասել է, որ կտար $20 միլիոն, բայց չուներ նա, համաշխարհային ընտանիքը չէր ճանաչում, նա չգիտեր ով է, նա նախափեփար, ստախոս եւ դատարկախոս։ Ես զայրացած էի, ես բարկացած էի, վտանգավոր էի, ես շնորհակալ եմ Աստծուց, որ չէի տեսել նրան, այլապես կխոսեի նրա հետ կունֆոյի լեզվով, ես կունֆոն կկիրառեի նրա վրա եւ այդ բոլոր հովիվները ստիպված կլինեն հավաքել եւ վերականգնել ինձ Տիրոջ առջեւ։ Ես դրան դեմ չեմ, ես դրանից բարձր չեմ, ես առաջ կգայի բոլորի հետ միասին կընկնեի Տիրոջ առջեւ լացելով եւ Տիրոջը դառնալով, բայց դրանից առաջ ես նախ Բայց դուք պետք է հասկանաք, ես վշտաճած չէի փողի համար։ Ես բարկացած էի, որովհետև նա վիրավորեց ձեզ։ Ես զարացած էի, որովհետև դուք հիասթափվեցիք, ես բարկացած էի, որովհետև նա ծիծաղեց այն բանի վրա, ինչ անում են, ես երբեք չէի բարկանում փողի համար։ Եվ երբ ասացի, որ վշտացած չեմ փողի համար, նրանք ապշած էին, դու վշտացած չես։ Ոչ, ես չեմ անանք ստանում փողի համար։ Ես շինարարությունը սկսել եմ հույսս չդնելով նրա վրա։ Ես երբեք կյանքիս մեջ չեմ տեսել նա։ Ես ցատկել եմ այնտեղ առանց նրա, ինձ պետք չէ, որ նա ինձ մի կողմից մյուսը տեղափոխի, բայց Աստված, որ ձեզնում սկսեց այս բարի գործը կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը, ոչ նա, ոչ այստեղ եկող որևէ ճամփորդը ինձ պետք չէ, որ նա օգնի ինձ պետք է միայն նա, ով ինձ հետ էր, եւ ես սկսում էի դեռ այնտեղ Արևմտյան Վիրջինիայի բլուրներում քարոզելով աթոռների վրա, դուք բոլորդ պարզապես չեք լսում ինձ ինչ եմ ասում, քարոզելով կիթառի ուժեղացուցիչը ձեռքում, ես գիտեմ, որ Աստված կարող է անել եւ ես համոզված եմ, որ նա կարող է։ Եթե դու Փախսովետի այցելուի մտածելակերպ ունես, դու սխալ եկեղեցում ես, անգամ երբ Փախսովետի հաճախորդ ես, ես չունեի Փախսովետի այցելուի մտածելակերպ, հաստատ չունեմ, ես չեմ փնտրում, որ ինչ-որ մեկը գա եւ օգնի ինձ, այն երիտասարդը չէր, որ կանչեց ինձ, նա չի կարող պաշտպանել ինձ, բայց նա, որ կանչեց ինձ, կարող է պաշտպանել ինձ եւ իմ աշխատանքը կատարել։ Ինչ պետք է անեինք, եթե նա ամբողջը վճարեր։ Եվ նա կհափշտակեր մեր լավ սերը, լավ հողի մեջ ցանելու հնարավորությունը, որպեսզի մենք կարողանանք ամեն տեսակ առատաձեռն լինել ամեն բանում, նա կխանգարեր մեզ բոլորիս։ Երբեմն լավ չէ թույլ տալ, որ ինչ-որ մեկին օգնել քեզ խնդիրներից դուրս գալ։ Իրականում դուք այնքան օրհնված եք, որ չպետք է ձեզ թույլ տաք օրհնությունը ստանալ ամեն պատահածի ձեռքից։ Աբրահամը հրաժարվում էր փողից։ Նա ասաց, ես չեմ ուզում քո փողերը, մի կողմ դիր քո փողը, այն հետ տար քեզ հետ, որովհետև եթե այն ինձ տաս, հետո կասես, որ դու հարստացրեցիր ինձ, հետ վերցրու քո անպետք բաները քեզ հետ։
Բարի Աստված, այնպիսի օգնություն է լավ հողի մեզ ցանել է, որ նա միայն կխափաներ մեր հնարավորությունը ցանքի համար արդ ունենալու։ Ոչ միայն այս եկեղեցու բյուջեն բավարարելը, սա երբեք խնդիր չի եղել։ Սա երբեք խնդիր չի եղել։ Աստված երբեք չի սկսում որևէ բան, ինչը չի կարող ավարտել։ Բայց Աստված քեզ իրավիճակի մեջ կտեղադրի, որ դու լավ հող ունենաս, որ ցանես քո սերմը, որ նա կարողանա բարձրացնել քեզ շնորհքի մեծ չափումից շնորհքի մյուս չափման մեջ, որ դու կարողանաս հաջողակ լինել ամեն բանում։ Աստված արդեն արեց այնպես, որ այս եկեղեցին վճարված է, քո տունը, քո մեքենան վճարված է, քո տեսիլքը վճարված է, քո ընկերությունը վճարված է։ Աստված արդեն ամենը լուծել է եւ դրել է այդ ամենը քո առջև։ Սա խնդիր չէ, Աստված ոչ միայն հոգում է քո ընթացիկ կարիքը։ Աստված իմ կցանկանայի ժամանակ ունենալ։ Հասկացեք ինչ է հասկանում այն է, որ Աստված հավիտենական Աստված է, նա մտածում է հավիտենականության տեսակետից եւ ապահովում է հավիտենականության ապահովությամբ, ոչ թե ժամանակավոր։ Ժամանակավոր ապահովությունը բավարարում է միայն ժամանակավոր կարիքներ, Աստծուն չէ շարժում ժամանակավոր կարիքներ։ Երբ Աստված որևէ բան է որոշում, նա որոշում է հավիտենապես, նա բավականաչափ ապահովում, որ այն ծածկի անցյալը, ներկան եւ ապագան։ Երբ նա մահացավ եւ իր արյունը թափեց Գողգոթայում, որը մեղքի պատասխանն էր, նա մահացավ եւ իր արյունը թափեց նրանց համար, ովքեր ողջ են, ովքեր նախկինում են ապրում, եւ նրանց համար, ովքեր պետք է ապրեն, իս անգամ չկայի, երբ նա իր արյունը թափեց, բայց նա բավականաչափ վճարեց, որ երբ ես հայտնվեմ այստեղ եւ վրիպեմ 2000 տարի անց, նա ստիպված չլինի նորից մեռնել, ասում է սրա համար արդեն վճարված է, երբ Աստված է ապահովում։ Գուցե դու ընտրես չհավատալ նա սրա համար, գուցե դու ընտրես հավատալ նա քո անցյալի կարիքների համար, բայց Աստված մտածում է այն մասին, ինչի կարիքը դու դեռ կարող ես ունենալ։ Բայց քարոզիչ, ես չեմ հասկանում, եթե Աստված ամեն բան ունի, եւ նրան բոլորովին ոչինչ պետք չէ, ինչու նա որևէ բան պետք է խնդրի ինձանից։ Ես քեզ պարզ կպատասխանեմ, որովհետեւ դու ավելի շատ կարիք ունես դա տալ, քան նա կարիք ունի վերցնել դա։ Ակնհայտ է նա նայում էր զոհաբերությանը։ Որովհետև եթե այդպես չլիներ, որտեղից նա իմացավ ինչ երկու լում անագծեց, դրանք դրամներ էին։ Ես ուզում եմ կանգ առնել մեկ րոպե եւ կիսել այն, ինչ կարծում եմ շատ անհրաժեշտ է, որ հասկանաք, մարդկանց մեծամասնությունը չի կարող զանազանել սերմը վերքից։ Եթե դու ձեռքիդ մեջ որևէ բան ես պահում եւ այն բավարար չէ քեզ պահելու համար, հավանաբար սա քո սերմն է։ Եթե այն արդեն բավարարել է քո բոլոր կարիքները, գուցե սա քո բերքն է։ Բայց եթե դու պահում ես ինչ-որ բան եւ ասում ես, «Տեր, սա բավարար չէ գործն անելու համար, դու պետք է հասկանաս, որ սա սերմ է», հասկացեք, ֆերմերներն արտում հասկանում են դա։ Եթե նա ուտի իր բերքը, նա կոչնչացնի նոր վերարտադրության հնարավորությունը։ Սերմի որոշակի բաժին կա, որը նա խնայում է եւ մի կողմ է դնում միայն ցանելու համար, որովհետեւ այդ ցանելու ընթացքում նա ապահովում է իր ապագան։ Այն ինչ այսօր քո չեկի վրա կա, այն ինչ այսօր ունես քո հաշվի վրա, արդյոք դա բերք է։ Արդյոք դա բավարար է քեզ միջին վերջ հասցնելու համար, թե դա միայն սերմ է, որը պետք է ցանվի։ Դու ավելի լավ է հասկանաս տարբերությունը, որովհետև դա որոշում է, թե որքան հեռու դու կգնաս, ինչքան շատ կաճես։ Եկեք վերադառնանք Աստծո խոսքին։ Բայց քարոզիչ, ես չեմ հասկանում։ Եթե Աստված ամեն բան ունի, եւ նա բոլորովին ոչինչ պետք չէ, ինչու նա որևէ բան պետք է խնդրի ինձանից։ Որովհետև դու ավելի շատ կարիք ունես տալու դա, քան նա կարիք ունի վերցնել այն։ Այն, որ դու շրջում ես թերմոստատը, չի դարձնում ջեռուցիչն ավելի լավը, քան այն կա։ Սա միայն որոշում է, թե որ աստիճանի ջերմությունն է ստանալու։ Կարող եմ սա քարոզել։
Ես ասում եմ կնոջս թանկագինս, հուսով եմ, դեմ չես լինի, որ պատմեմ սրա մասին, նա ասում է, որ չգիտի։ Մենք ամուսնացած ենք 20 տարուց ավել։ Ես չեմ կարող անել այնպես, որ նա հասկանա, որ թերմոստատը ոչ մի կերպ։ Մինչև այսօր, այս կիրակնօրյա առավոտ, նա չի հասկանում, ես չեմ կարծում թերմոստատը։ Եթե նա մտնում է սենյակ, և սենյակում ցուրտ է, նա շրջում է թերմոստատը 90 աստիճանով։ Որովհետև նա կարծում է, որ եթե ավելի բարձրացնես թերմոստատը, սա կստիպի ջեռուցիչն ավելի ուժեղ աշխատել և որ այն ավելի շատ ջերմություն է արտադրում ավելի արագ, եթե թերմոստատն ավելի բարձրացնես։ Սա ճիշտ չէ։ Եթե դու սենյակ ես մտնում և այնտեղ ընդամենը 5 աստիճան է, եթե դու շրջում ես թերմոստատը մինչև 55-ը, ջեռուցիչը կմիանա և կշարունակի աշխատել, որ սենյակը տաքացնի մինչև քո սահմանած ջերմաստիճանը և այն կանջատվի։ Այն չի կարող տալ ավելին, անգամ եթե դու այն շրջես 90-ի վրա։ Թերմոստատը չի ստիպում ջեռուցիչն ավելի ուժեղ աշխատել։ Այն պարզապես ասում է ջեռուցիչին, թե որ պահին անջատվել։ Եվ դու չեք ես դուրս գրում և այն տալիս է Սուրբ Հոգուն և ասում ես Տեր, ես թափ տված, լեցված, լեցուն հրաշք եմ ուզում։ Երբ դու սկսում ես գերբնական կերպով ցանել, ինչ էլ որ ցանես, դու ասում ես ահա թե որտեղ եմ ուզում, որ դու անջատվես։ Եվ ջեռուցիչը կաշխատի մինչև, որ չհասնի թերմոստատի վրա սահմանված ջերմաստիճանին և հետո անջատվի։ Ինչու այն անջատվեց։ Այն անջատվեց ոչ թե այն պատճառով, որ էներգիան վերջացավ, այլ որովհետև հենց դու այդտեղ դրեցիր սահմանը։ Եվ այսօր առավոտյան ուզում եմ հարցնել ձեր, որ աստիճանի վրա դրեցիք ձեր թերմոստատը, եթե դուք այն ցածր դրեցիք։ Օ, Աստված իմ։ Այն կաշխատի։ Միայն հասնելով այդ մակարդակին։ Եվ երբ այն հասնի դրան, նա կանջատվի։ Հենց նրա համար է Պողոսն ասում, եթե առատությամբ եք սերմում, առատությամբ էլ հնձում եք, եթե խնայելով եք սերմում, խնայելով էլ հնձում եք, նա ասում է թերմոստատը քեզ մոտ է։ Աստծուն պետք չէ տաքացնել այդ սենյակը։ Ջեռուցիչին պետք չէ տաքացնել քո սենյակը։ Այն պարզապես այնտեղ է, լիր զորությամբ։ Այդ ինչպես է պատան, որ մենք բոլորս գալիս ենք նույն եկեղեցի, լսում ենք նույն խոսքը, երկրպագում ենք նույն Աստծուն, և մի մարդ շատ է ստանում, իսկ մյուսն ընդհանրապես ոչինչ չի ստանում։ Իսկ ինչ որ մեկն ինչ որտեղ մեջտեղում է, որովհետև բոլորս կարող եք միևնույն տեղում գտնվել, ծառայելով մեկ Աստծուն, բայց մեզնից յուրաքանչյուրն անձնական թերմոստատ ունի։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ ինչպիսի ջերմություն է քեզ դուր գալիս։ Եթե Աստծուն պետք չեն քո փողերը, ապա ինչ են ստանում դրանից։ Ձեզնից քանիսն են վերապրել, երբ մարդիկ քեզ ասում են, ես չգիտեի ինչ նվիրել քեզ, որովհետև կարծես ամեն բան ունես։ Բարձրացրեք ձեր ձեռքերը։ Ես չգիտեի ինչ գնել քեզ համար, դու կարծես ամեն բան ունես։ Թույլ տվեք ասած ես, եթե դուք մեկն եք, որ պետք է նվեր մատուցի, երբեք այդպիսի բան մի ասեք, այդպիսի բան մի ասեք, որովհետև դա հիասթափեցնում է։ Որովհետև այսպես ասած մարդիկ չեն հասկանում տալը։ Նրանք միշտ տալիս են կարիքի համեմատ։ Դրա համար նրանք տալիս են կարիքավոր մարդկանց։ Որովհետև նրանք կարծում են, թե քեզ պետք է այն իրը, որ նրանք տվեցին քեզ, բայց այսպես չէ։ Դու հասկանում ես ինձ, դու հասկանում ես, հասկանում ես արդյոք իմ բերանից դուրս եկած խոսքերը։
Բանը նրանում չէ, որ դու կարիք ունես, որ ինչ-որ մեկ ինչ-որ բան տակես, ինչը դու ինքդ էլ կարող ես ձեռք բերել, որտեղ եթե դու շատ ցանկանայիր, ինքդ էլ կարող ես ձեռք բերել դա։ Այն, ինչ օժնում է քեզ, զոհն է։ Այն է, որ ինչ-որ մեկը բավականաչափ մտածեց քո մասին, որ ստիպի իրեն քեզ համար օժնություն դառնալ։ Բանը նրանում չէ, որ նրանք գնեցին մի բան, ինչը դու չէր կարող գնել, այլ նրանում է, որ նրանք շեղվեցին ես ճանապարհից, որ փորձեն արտահայտել իրենց սերը քո հանդեպ նրանով, ինչ տվեցին քեզ։ Եվ ավելի վատ բան չկա, քան ապրել միակողմանի փոխհարաբերությունով, որովհետև դու միշտ տալիս ես ինչ-որ մեկին, ով երբեք ոչինչ քեզ փոխարենը չի տալիս։ Բանը նրանում չէ, որ դու դրա կարիքն ունես։ Աստծուն պետք չեն քո փողերը, որովհետև ինչ են որ տաս նրան երբևէ, դրանք ընդհանրապես միևնույն է արդեն իրենն են։ Ով է քո կարծիքով տվել քեզ այդ աշխատանքը։ Ով է քո կարծիքով տվել քեզ այդ տաղանդները։ Ինչ ես կարծում ով քեզ ուժ տվեց։ Ինչ ես կարծում ով օժնեց քեզ հաջողությամբ։ Ինչ ես կարծում ով օգնեց քեզ քոլեջում։ Ինչ ես կարծում ով ստիպեց այդ հիմարին բարձր քեզ դու արդեն անդուր ես գալիս։ Ինչ ես կարծում ով Ինչ Աստված ստանում է քո տալուց այն է, որ դու նրան առաջի տեղում դրեցիր։ Շեղվեցիր քո ճանապարհից, որ օժնես նրան։ Ահա թե ինչու ես լսում ինչպես Հիսուս մտահոգված էր որբևայրի կնոջով և նրա լումայով, որովհետև կնոջ համար նա ոչինչ չտվեց։ Հիսուս նայում էր ճիշտ այնպես, ինչպես այդ կինն այստեղ տվեց այն, ինչ ուներ տալու։ Հիսուս նստած էր Ամանի կողքին։ Ակնհայտ է, որ նա նայում էր զոհաբերություններին։ Որովհետև եթե այդպես չէ, ինչպես նա կիմանար, ինչպիսի փոքր մետաղադրամ նա գցեց, դա մետաղադրամ էր։ Նա տեսավ ինչպիսին էր մետաղադրամը։ Բանը քանակի մեջ չէր։ Ինչ նա տվեց։ Բանը նրանում էր, թե ինչ էր սա նշանակում իր համար։ Նայեք սրան, նայեք։ Ընծայի արժեքը կախված է նրանից, որքան շատ այն արժե այն մարդու համարով տալիս է այն։ Հիսուս ասաց, այս կինը ձեր բոլորից շատ տվեց։ Նրանք ասին, նա լավ չտեսավ, նա նակնոց է պետք։ Բայց հարցը հետևյալն էր, ինչ դա արժե էր այդ կնոջ համար։ Սա ամենն էր, ինչ ուներ։ Եվ երբ դու տեսնում ես, թե ինչպես է Աստված պատվում մարդկանի ինձ տալու համար, սա տեղի ունենում նրա համեմատ, թե որքան թանկ ընծան արժեր այն մարդու համար, որը տվեց այն։ Ահա թե ինչն է կարևոր դարձնում ընծան նրա համար, ով ստանում է այն։ Ես պետք է կանգ առնեմ այստեղ շնորհք եւ խաղաղություն եք կիսել այս պատգամը ձեզ հետ եւ դուք հասկանում եք մեր դասավանդած սկզբունքները եւ ընդունում եք դրանք սրտի մեջ սա միայն կից կառույց է ուղղվածության շտկում է ստանալ ճիշտ ընկալում սա ամբողջն է ինչ պետք է Աստծո ընդունակության համար քո կյանքի մեջ վերադարձնել այն ինչ նա ունի քեզ համար դու պետք է իմանաս որ Աստված քեզ համար ունի ավելին քան դու ստանում ես Պաստորեն Աստվածաշունչն ասում է չի տեսել դա աչք չի լսել ականջ ինչ Աստված պատրաստեց իրեն սիրողների համար դա մեզ հայտնված է իր հոգով որովհետև երբ դու հոգու մեջ ես դու ավելին ես տեսնում քանի որ տեսնում ես իրական կյանքում ժամանակ է եկել քեզ համար ուղղվել դեպի գերբնականը եւ հասնել Աստվածայինին ես աղոթում եմ ձեզ համար ես այստեղ եմ ձեզ համար կհանդիպենք հաջորդ մասում Վերջին մի քանի հանդիպման ժամանակ մենք կիսում ենք ձեզ հետ Աստծո խոսքն աշխատելով կոնկրետ հասկացնել ձեզ հավատքի հրաշագործ սերմը։ Ուղղվածության հոգին, որի մեջ դուք պետք է լինեք եւ ինչպես է Աստված օրհնում ձեզ։ Ես ուզում եմ այսօր անցնել այդ խոսքին, որն ինչպես հավատում եմ այդ ամենը հանրագումարի կբերի։ Այս պատգամը անառակ որդու մասին է, բայց հեղափոխական տեսակետից։ Պատգամը կոչվում է Ամեն բան կարգին է իմ հոր տանը։ Եթե դուք ուզում եք հոգու հաջորդ չափման մեջ անցնել եւ սկսել տեսնել թե ինչպես է Աստված ձեզ տալիս գերբնական ավելացում, դուք պետք է հասկանաք տարբերությունը հոր տան տնտեսության
Եվ աշխարհի տնտեսության մեջ անառակ որդին դուրս եկավ աշխարհի տնտեսական համակարգի մեջ եւ աշխարհի տնտեսությունը ցածրացրեց նրան ավելի ցած եւ ավելի ցած գալարագծով մինչեւ սահման ամենացածը մինչեւ որ նա չհիշեց որ այն ինչ տեղի է ունենում իր հոր տան մեջ բոլորովին տարբեր է աշխարհում տեղի ունեցածից հենց որ հասկանաս որ քո ստացվածքները ոչ թե քո աշխատանքի ձեռքում են դրանք Աստծո ձեռքերում են դու կզգաս Աստծո զորությունը ամեն բան կարգին է իմ հոր տանը նայեք Տերն իմ լույսն ու փրկություն Եսումից պիտի վախենամ Տերն իմ կյանքի զորությունը Եսումից պիտի սարսափեմ չարերն ինձ վրա են գալիս որ իմ մարմինն ուտեն իմ նեղացնողներն ու թշնամիները սահում են ու վայր են ընկնում թեև զորաբանակ էլ ինձ դեմ գա իմ սիրտը չի վախենա թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ ես դարձյալ կհուսամ Նա պարզապես պարծենում է Ասում է այն մասին ինչ ականի Աստված Նա ասում է ես չպետք է անհանգստանամ ոչ մի բանի համար այն որ ես Տիրոջ տան մեջ եմ չի նշանակում որ ես թշնամիներ չունեմ Բայց նա ասում է երբ իմ թշնամիներ եկան ինձ դեմ նա ասում է այն ինչ ես սիրում եմ իմ հոր տան մասին այն է որ նրանք սայթաքեցին ու կան Գուցե սա երեխայություն է իմ կողմից բայց սա այն է ինչ ես իսկապես վայելում եմ լինելով քրիստոնյա Ես ուղղակի վայելում եմ գուցե ես չպետք է ուրախանայի բայց ես ուղղակի վայելում եմ Ես վայելում եմ տեսնել ինչպես են իմ թշնամիները որոգայթ լարում ինձ դեմ եւ ընկնում դրանց մեջ Ես ուղղակի հաճույք եմ ստանում դրանից, ես ուղղակի կարծում եմ սա հզոր է, ես չգիտեմ, գուցե ես չպետք է ուրախանայի, գուցե ես պետք է աղոթեի եւ բարեխոսեի եւ վերջի ես աղոթում եմ նրանց համար, բայց սկզբից ես ծիծաղում եմ որոշ ժամանակ եւ տեսնում եմ ինչպես նրանք որոգայթներ լարում եւ ընկնում որոգայթի մեջ։ Իմ առաջին արձագանքն է. Դու կարծում ես, որ բռնեցիր ինձ, հետո ես աղոթում եմ։ Բայց Դավիթն ասաց սրանով եմ իմանում, որ Տերն ինձ հետ է, ստուգեք, սա հզոր է, այսպես եմ իմանում, որ Տերն ինձ հետ է, որ նա թույլ չտվեց իմ թշնամիներին հաղթանակ տանել ինձ վրա։ Նա ասում է պատճառը, որի համար ես գիտեմ, որ Տերն ինձ հետն է, նրանում է, որ իմ թշնամիները ընկնում են։ Սա նշանակում է, որ Աստծո մեջ մնալ ինձ հաղթող է դարձնում։ Թեև պատերազմն էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կհուսամ։ Հետո նա ասում է, ստուգեք սա, նա ասում է, մեկ բան եմ Խնդրում Տիրոջից։ Նա ասում է ես կարիք չունեմ կրկին որևէ բան խնդրել, որովհետև եթե միասին ստանամ, ամեն բան կստանամ։ Մեկ բան եմ խնդրում Տիրոջից եւ այն շատ կփափագեմ, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ եւ նա տաճարին զննելով մտիկ տամ, որովհետև 4 օրերում նա ծածկում է ինձ իր խորանի մեջ, նա թաքցնում է ինձ իր խորանի ծածուկ տեղում եւ բարձրացնում է։ Շատ մոտ տան մեջ մնալու առավելությունը ասում է, ես ուղղակի ուզում եմ Տիրոջ տան մեջ նել կյանքից բոլոր օրերում, բայց մենք եկեք բարձենք թե ինչ է Աստծո տունը, որովհետև մենք չպետք է աղաղակենք չիմանալով ինչի մասն ենք աղաղակում, որովհետև երբ բացում ենք դռները, ողջունողներն ասում են մտեք, մենք ուզում ենք որ դու գաք եւ միանաք մեզ Տիրոջ տան մեջ, մտեք Տիրոջ տուն, մի աղմկեք Տիրոջ տանը, դե ոչ բոլորովին, մենք անվանում ենք եկեղեցին Տիրոջ տուն, բայց սա բոլորովին Տիրոջ տուն չէ։ Որովհետև որքան այսօր եմ եկեղեցին գալ, ազնիվ կլինեմ, ես չեմ ուզում կյանքից բոլոր օրեր նստած այստեղ լինել ձեզ հետ։ Ես չեմ ուզում որ սա ձեզ վրա վերցնեք, դուք ինձ շատ եք դուր գալիս, ես վայելում եմ ձեր հաղորդակցությունը, բայց չեմ աղոթում եւ Տիրոջը չեմ խնդրում սրա համար։ Ես ծրագրում եմ երկար ապրել, ես մտածում եմ մեռնել եւ երբ ամբողջությամբ կվայելեմ։ Դրա համար ես չեմ ծրագրում գալիք 60 տարին, ես հիմա 45 եմ եւ երբ լինեմ 105, ես կսկսեմ մտածել դրա մասին։ Եվ ես չեմ ծրագրում կյանքից գալիք 60 տարին անցկացնել եկեղեցում օրվա 24 ժամը այստեղ նստելով։ Ես չեմ կարծում, որ Դավիթը ծրագրում էր դա։ Դավիթն իր կյանքը լիությամբ էր ապրում, նա ղեկավարում էր Իսրայելը եւ հոգեր տարում գործերի համար։ Ես չեմ հավատում, որ Դավիթն աղոթում էր, որ եկեղեցին բնակվեր։ Դրա համար եկեղեցին չի հանդիսանում Տիրոջ տունը, որի մասին այստեղ ասում եմ։ Գոնե ինչ-որ մեկը։ Այսպեսով, եթե դա եկեղեցին չէ, դա եկեք փորձենք երկինքը, որովհետև դե լավ, մեկ բան եմ խնդրում Տիրոջից եւ այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերն։ Դավիթը խոսում է երկնքի մասին, լավ, ես կհավատայի դրան, բայց նա ասաց կյանքից բոլոր օրերը։ Դրա համար նա երկինքը չանվանեց Տիրոջ տուն, որովհետև այդ ժամանակ նա կասեր, ոչ թե կյանքից բոլոր օրերը, նա կանվաներ բոլոր օրերը իմ կյանքից հետո։ Մնացեք ինձ հետ։ Այսպեսով ինչը Տիրոջ տունը։ Տիրոջ ներկայությունն է։
քայլել, նա ասում է, ես ուզում եմ ապրել Տիրոջ ներկայության մեջ կյանքիս բոլոր օրերում։ Ես ուզում եմ վեր կենալ նրա մեջ, ես ուզում եմ աշխատանքի գնալ նրա մեջ, ես ուզում եմ որոշումներ ընդունել նրա մեջ, ես ուզում եմ բիզնես անել նրա մեջ, ես ուզում եմ երեխաներից մեծացնել նրա մեջ, ես ուզում եմ կյանքս ապրել այնպես, եւ երբ որ մեռնեմ, ուզում եմ մեռնել Տիրոջ ներկայության մեջ, ես փորձում եմ կյանքս ապրել այնպես, որ միշտ մնամ Տիրոջ ներկայության մեջ, որովհետեւ նկատել եմ, որ ինձ համար ավելի լավ է, երբ Տիրոջ ներկայության մեջ եմ, ես ավելի լավ եմ մտածում, երբ Տիրոջ ներկայության մեջ եմ, ես ավելի լավ որոշումներ եմ կայացնում, երբ Տիրոջ ներկայության մեջ եմ, բաներն ինձ չեն բարկացնում, երբ ես Տիրոջ ներկայության մեջ եմ, իմ թշնամիները պարտված են, երբ ես Տիրոջ ներկայության մեջ եմ, ես հաղթանակ եմ տանում, երբ Տիրոջ ներկայության մեջ եմ, ես ուժեղ եմ, երբ Տիրոջ ներկայության մեջ եմ։ Այսպեսով նա ասում է, ես նկատել եմ, որ թշնամիները սայթաքում եւ ընկնում են, երբ ես Տիրոջ ներկայության մեջ եմ, կցանկանայի միշտ մնալ նրա մեջ։ Որովհետեւ երբ դու Աստծո ներկայությունն ես փնտրում, ավելի քան Աստծո նվերները, երբ դու Աստծո ներկայությունն ես փնտրում ավելի քան Աստծո նվերները, հասկացեք, անարատ որդու խնդիրը նրանում էր, որ նա իր հոր նվերն էր ուզում, բայց ոչ իր հոր ներկայությունը։ Դուք ինձ հետ եք։ Նա պարզապես հայրիկի իրերն էր ուզում, բայց նա ուզում էր դրանք հայրիկի հսկողությունից դուրս։ Բարի Աստված։ Աստվածաբանության այդ խնդիրը, որը մեզ այսօր սովորեցնում են նրա մասն է, որ Աստված ուզում է օրհնել քեզ, նա ուզում է օրհնել քեզ, Աստված ուզում է, որ դու ամեն բան ունենաս, ուզում է, որ դու Mercedes քշես, Աստված ուզում է, որ դու Rolls-Royce ունենաս, Աստված ուզում է, որ դու մորթուց ռետուսներ ունենաս։ Կներեք, ես պետք է անկեղծ լինեմ, բայց ես ուղղակի ասում եմ նրա մասին, որ Աստված ուզում է, որ դու ամեն բան ունենաս, Աստված ուզում է, որ ունենաս։ Խնդիրը նրանում է, որ դու մարդկանց ես տեսնում։ Խնդիրը նրանում է, որ դու մարդկանց ես տեսնում, որոնք կարճում են անարժեք բաներից, այլ ոչ թե գիտությունից։ Եվ եթե դու անարժեք բաներ ունենաս, բայց գիտություն չունենաս, դու նավակոծության կհասնես, որովհետև չունես կողմնակցություն, դու Աստծուն չունես։ Անառակ որդին Աստվածաշունչն ասում է, որ նա իր ունեցվածքը վատնեց անառակ ապրելով։ Սա նշանակում է, որ նա ցանկասեր էր։ Ցանկասեր տերմինը նշանակում է, որ դու ապրում ես չկառավարելով քո կյանքը, դու արգելքներ չունես սահմանափակումներ, ծայրահեղությունների մեջ ես ընկնում, դու մինչև զերոն ծախսում ես բոլոր վարկերը, դու ապրում ես ինքդ քեզ համար, դու փորձում ես Ջոնսոնին հասնել, դու փորձում ես տպավորել բոլորին, նա վատնեց իր ամբողջ ունեցվածքը անառակ ապրելով, ամեն ինչ ունել հիշողություններն են, լուսանկարները, առարկաները, բայց նա վատնեց իր բոլոր փողերը, նա սնանկացավ, նա թռավ։ Եվ երբ սովը եկավ, սովը բռնեց նրան, երբ նա սահմանին շատ մոտիկ էր։ Եվ հենց այդպես է ստացվում ամեն բան պատահում է, երբ դու շատ մոտ ես սահմանին, փաստորեն սովը դեռ սով չէ, եթե դու սնանկ չես։ Սովը դեռ սով չէ, եթե դու սնանկ չես։ Ինձ չի ուզում, որ հացի բոքոնը մի պարկ ոսկի արժի, եթե դու լիքը այդպիսի պարկեր ունես, սա խնդիր չէ։ Յուրաքանչյուր սովի թեժ պահին Աստվածաշունչ եւ պատմության մեջ մարդիկ կային, որոնք օրհնված են, երբ մյուսներն ուռչում են սովից, եւ միշտ այդպես է եղել։ Երբ Հակոբն եւ իր 12 որդիները սովից մեռնում էին Իսրայելում, Հովսեփը Եգիպտոսում հաց էր ուտում, եւ նրանք ստիպված են գնալ Հովսեփի մոտ եւ սովորել, ինչպես գլուխ անել սովից, որովհետեւ այդ երկու բաները կան միաժամանակ։ Այդ նույն պահին, երբ անառակ որդին վերապրում էր իր կյանքի ամենավատ սովը, հոր տանը նրանք ուղղակի ուտում էին։ Այնտեղ երեկույթներ կային, այնտեղ լավ ժամանակ են անցկացնում, անգամ ծառաներն մարդիկ առանց որևէ կարգավիճակի եւ դիրքին ասած ծառաներն իմ հոր տանը բավականաչափ հաց ունեն ուտելու եւ խնայելու, ոչ բավականաչափ հացը գոյատևելն է, բայց խնայելը հաջողությունն է։ Նա ծայրին էր հասցնում, սա հաջողություն չէ, սա գոյատևել են, ասում են ծառաները լավ են ապրում, հասկացիր Տիրոջ տան մեջ պատվի եւ անարգանքի անոթներ կան, մենք չենք լինի նույն մակարդակի վրա, բայց Աստված կօրհնի քեզ որտեղ էլ լինես, գուցե դու սկսել ես աշխատել Վիլգեսում, բայց դու սկսել ես աշխատել կես դրույքով, իսկ հիմա աշխատում ես ամբողջ դրույքով։ Դու ամբողջ դրույքով ես, հիմա դու մենեջեր ես Վիլգեսում, հիմա դու արդեն Վիլգեսից ֆրեջ չես, դու նախկինի պես Վիլգես ես, բայց քեզ համար արդեն լավ է, Աստված օրհնում է քեզ քո մակարդակում, դու գուցե որբ չլինես, բայց Աստված օրհնում է քեզ այնտեղ, որտեղ դու կաս, դու գուցե ստանաս 30-նապատիկ, նա ստանա 60-նապատիկ, իսկ դու ստանաս 100-նապատիկ, սա կարևոր չէ, որովհետև եթե ստեղծված ես 30-նապատիկի համար, այն դեռ հասնում ես քո կարողությանը, օրհնված մարդ ես։ Ես չեմ փորձում համատվել նայել, ես ուղղակի փորձում եմ անալ, ինչ Աստված ինձ տվել է։ Դուք բոլորը լսում եք ինչ եմ ասում։
Կարող եմ ավելի փոքր խորանալ սրա մեջ։ Եթե դու սկսես հասկանալ սա, եթե դու սկսես ասել Տեր, տուր ինձ լինել այն, ինչ ուզում ես ինձ տեսնել, քաշիր իմ միջից այն, ինչ ունես ինձ համար, նրանք Հովսեփին բանտ գցեցին եւ նա բանտում էր, նա դատապարտված էր, նա բանտախցում էր եւ դարձավ բանտի կառավարիչը։ Մեջքի վրա սպիներով նա ասում է, ես ուզում եմ, որ սա տեղափոխեք այնտեղ, սա պետք է ամրացված լինի մինչև ժամը 2-ը, բերեք սա այստեղ, ես ուզում եմ, որ դա տեղափոխեք այնտեղ, նա ղեկավարում էր բանտը, հասկացիք, երբ ես դու սկսում ես գալել Աստծո ներկայության մեջ, ինչ չի ուզում, թե որտեղ կյանքը քեզ կգցի, դու միշտ վերև կբարձրանաս, կաթի սերը միշտ բարձրանում է խնդիրներից վեր, այդ բոլոր աշխարհային տղաները փնտրում են այն, ինչ արդեն կա իմ հոր տանը։ Նրանք փորձում են գտնել որևէ բան։ Իսկ ես գիտեմ որտեղ է դա, նա ասում է գիտես, իմ հոր տանը ծառաներն ավելի լավ են ապրում, նա ասում է գիտես, ծառաները իմ հոր տանը ավելի լավ են ապրում, քան արիստոկրատներն աշխարհում։ Ես ուզում եմ կանգ առնել մեկ րոպե, որպեսզի դուք հասկանաք, թե որքան նշանակալից էր դա անարակ որդու համար իր տեղը վերադառնալը։ Նրա համար վերջապես ուշքի գալը եւ բավականաչափ հավասարակշռություն գտնելը, որ սկսի հասկանալ, որ նա պետք է վերադառնա իր հոր տուն։ Սա ոչ միայն օրհնեց նրան, սա օրհնեց ամբողջ տունը։ Մենք որպես հովիվներ կարիք ունենք, որ Աստծո տղամարդիկ եւ կանայք հասկանան իրենց տեղը եւ օգտագործեն այն։ Օգտագործենք այն, տառացիորեն օգտագործենք այն։ Թարգմանությունից մեկում ասում է բիզնեսով զբաղվել մինչև որ վերադառնամ։ Դու չես կարող բիզնես անել խոզերի մսուրում։ Դու չես կարող անել դա այնպես, ինչպես աշխարհն անում։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճամփի մեջ չի կանգնում եւ ծաղր անողների նստածտեղը չի նստում, դու կասես ես այնտեղ չեմ գնում։ Դու գնում ես, եթե դու աշխարհի խորհրդներով ես գնում, դու նստած ես մեղավորների ժողովում քննադատությամբ, որը քեզ ներքև է քաշում։ Դու պետք է Աստծո խորհուրդը ստանաս։ Երբ սա տեղի ունենա եւ Աստծո տան համար օգուտ կլինի, ես քեզ համար ավելի լավ կլինի։ Զբաղեցրու քո տեղը։ Եկեք անցնենք Աստծո խոսքին, ասված կոնկրետ որոշ բաների մասին է ասում ձեզ, որոնք տեղի են ունենում ձեր կյանքում, դուք պետք է Տիրոջից խոսք լսեք եւ արձագանքեք խոսքին։ Մի բան է դա լսել, ավելի լավ է անել դա։ Աստվածաշունչն ասում է, ոչ ոք չէր տալիս նրան ուտելու բան։ Դրա համար նա գնաց եւ գտավ այդ փոքր աշխատանքը։ Աշխատելով ինչ-որ աշխարհիկ մարդու համար, հեռավոր երկրում։ Եվ նրանք նրան խոզերի մոտ ուղարկեցին, խոզերի կերամանի մոտ խոզերին կերակրելու։ Եվ նա աշխատում այս զզվելի աշխատանքում, բայց այն չի գործում, որովհետև աշխատանք ստանալը պատասխան չէ։ Աշխատանք ստանալը եւ հայր ձեռք չբերելը չի օգնի քեզ։ Այն ամենն ինչ ունես աշխատանքն է, եւ դու նախկինի պես խնդիրների մեջ ես, ինչ որ մեկը գիտի ինչ բան է աշխատանք ստանալ եւ խնդիրների մեջ մնալը, որովհետեւ նրա մոտ նախկինի պես ամբարտավանություն էր, որտեղ նա ամեն բան իր ձևով էր անում, եւ քան դեռ Աստված չի կոտրել քո հոգին եւ խոնարհություն չի բերել քո կյանքի մեջ, երբեք չես դառնա Աստծո տղամարդ կամ կին, ինչպեսին Աստված է ուզում քեզ տեսնել։ Կարող եմ մի փոքր ավելի խորանալ։ Եվ ահա նա այնտեղ է, դու կարող եք տեսնել, որ աշխատանքը չգործես նրա համար, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ նա երազում էր փորը լցնել նրանով, ինչ խոզերն էին ուտում։ Դու գիտես, որ քո աշխատանքը չի գործում, եւ դու սկսում ես ցանկանալ այն, ինչը քո մեջ պետք է սրտխառնոց առաջացնի։ Եվ դու սկսում ես անել այն, ինչն ասել ես, որ երբեք չես անի։ Եվ խախտում ես քո սեփական սկզբունքները։ Եվ դու սկսում ես ուտել ինչ-որ մեկի փսխածը։ Եվ դու սկսում ես վերադառնալ մի բանի, ինչից արդեն ազատվել ես, բայց հիմա դու նորից ուտում ես դա։ Սա նշան է, որ արդեն սով է սկսվել քո կյանքում։ Քո արժեքները փոխվել են։ Դու սկսել ես սխալ բաներ ճիշտ անվանել եւ ճիշտը սխալ։ Սա նշանակում է, որ քո արժեքները փոխվել են եւ դու կարող ես սով ապրել քո կյանքին եւ նախկինի պես փող ունենալ։ Եվ հետո Աստվածաշունչն ասում է. նա ուշքի եկավ։ Չկա ոչինչ նույնքան հրաշալի քո ամբողջ կյանքում, որքան ուշքի գալը։ Գիտես ինչի են անում,
Երբ ես այդ արտահայտությունը կարդում եմ, այն ինչ որ մեկի մասին է հիշեցնում, ով անգիտակից էր, կամ էլ նա կոմայի մեջ էր, կամ էլ նա նարկոզի տակ էին, եւ հանկարծակի նրանք նարկոզից դուրս են գալիս, նա եկավ, նա ուշքի եկավ, որովհետև կյանքն այնքան ազգայացնում է քեզ, որ դու արդեն չգիտես, թե ով ես դու, եւ դու չգիտես ինչ է կատարվում, եւ դու մոռանում ես քո սկզբունքները, եւ դու մոռանում ես քո ուսմունքները, դու մոռանում ես քո Աստծուն, եւ դու մոռանում ես քո հավատքը, եւ Աստվածոս ասում է, որ նա ժամանակ կորցեց, միջև որ ուշքի եկավ։ Նայիր թե որտեղ էր նա երբ, օ ես ուզում եմ քարոզել, Տեր օգնիր ինձ քարոզել, նայիր թե որտեղ էր նա երբ ուշքի եկավ։ Նա խոզանոցում էր, իր մատների արանքում կեղտ էր, չորացած խոր, եգիպտացորեն էր տնկված իր մազերին, նա ընկերներ չուներ բացի խոզերից։ Խոզերը հրեաների համար պիղծ կենդանիներ են, դրանք անիծված կենդանիներ են, նա շրջապատված էր անիծված կենդաններով կեղտոտ վայրում, բայց միևնույն է նա ուշքի եկավ։ Հենց սա է Աստվածաշունչն ասում, կրթիր մանուկին իր ճանապարհի սկզբին եւ նա չի շեղվի դրանից, երբ մեծանա։ Այստեղ չի ասում, որ նա չի սայթակի, բայց այստեղ ասվում է, երբ նա մեծանա։ Գուցե նա հիմարություններ անի որ ժամանակ, բայց երբ նա մեծանա, նա կգա։ Օ, ես ուրախ եմ, որ ունեի վերադառնալու տեղ, ես ասացի, որ ուրախ եմ, որ ունեմ ում վերադառնամ։ Ես ուրախ եմ, որ ունեմ ում վերադառնամ։ Ես ունեմ, որ բավականաչափ ուսմունքներ ունեմ, որ ամենայն դեպս իմանամ, թե որտեղ է իմ տունը։ Ես տնից հեռու գնացի, բայց ամենայն դեպս գիտեի, թե որտեղ է գտնվում իմ տունը։ Դու չես կարող կանգնեցնել մեզ, երբ մենք ուշքի եկանք։ Սատանա, եթե ուզում ես սպանել ինձ մինչև ուշքի գալս, որովհետև հենց որ ուշքի գամ, ոչ մի զենք ուղղված ինձ դեմ հաջողված չի լինի։ Եվ ամեն լեզու որ վեր կենա քեզ դեմ դատաստանին Աստված կդատապարտի դրան։ Հենց որ ես ուշքի գամ, իմ թշնամիները կսկսեն սայթաքել, տապալված լինել, նրանք սկսում են սխալվել, որովհետև ես վերադառնում եմ հասակին, ես նորից հիշեցի իմ Աստծուն, ես նորից գիտեմ, թե ով եմ ես վերադառնում եմ իմ հոր տուն։ Կարող եմ ավելի խորը գնալ, եւ նա ասում է. մի րոպե սպասիր։ Տանը սով չկա։ Այդ բոլոր աշխարհային տղաները փնտրում են այն, ինչ արդեն կա իմ հոր տանը։ Նրանք փորձում են գտնել ինչ-որ բան, ես գիտեմ, թե որտեղ է դա։ Նա ասում է, գիտես, ծառաները իմ հոր տանը ավելի լավ են ապրում, քան արիստոկրատներն աշխարհում։ Նա ասում է, ես կհավաքվեմ, ես կարգի կբերեմ իմ բիզնեսը։ Մոտ ամեն բան շիլափլավ է, բայց ես դուրս կգամ։ Ես պարտքերի մեջ եմ, բայց ես դուրս կգամ։ Ես խալ որոշում կայացրի, բայց ես դուրս կգամ։ Ես հապաղումներ ունեցա, բայց ես չմերժեցին, ես դուրս կպրծնեմ։ Հիմա որոշ ժամանակ կանցնի մի քանի րոպե, ես աշխատում եմ սրա վրա, այստեղ ինչ-որ մեկը կա, ով ուշքի է գալիս հենց հիմա։ Նայեք, ինչ-որ մեկն ինչ-որ բան ստանում է սրանից։ Լավ, նա ասում է, սպասիր, իմ հոր տանը որքան ծառաներ հացով կշտացած են, իսկ ես այստեղ սոված եմ, նա ասում է, ինչ որտեղ սով կա, բայց ոչ ամենտեղ։ Իսրայելում սով էր, բայց այն չկար Եգիպտոսում։ Խոզանոցում սով էր, բայց այն չկար իր հոր տանը։ Ընկճվածության ժամանակ սով էր այդ երկրում, բայց ոչ բոլորն էին սոված ընկճվածության ժամանակ։ Որոշ մարդիկ միլիոնավոր եւ միլիարդավոր դոլարներ շինեցին դեպրեսիայի թեժ պահին։ Որոշ ընտանիքներ բարձրանում են, միշտ մյուսները ցածրանում են, որովհետեւ պատճառը, որ քո հարևանները չորության մեջ են, չի նշանակում, որ դու էլ պետք է չորության մեջ լինես։ Նա ասում է, ես գիտեմ ինչպես դուրս գալ այդ սովից, ես սովից կպրծնեմ որոշումները, որոնք կսկսեմ կայացնել։ Եթե հենց իմ որոշումներն ինձ բերեցին այստեղ, հենց իմ որոշումներն էլ կարող են ինձ հետ ստանել։ Գիտեք ինչ է պետք, ես կբարձրանամ։ Նայեք ինչ-որ մեկին եւ ասա, ես կբարձրանամ։ Ահա թե ինչ կանեմ, ես կվերցնեմ կնոջս եւ երեխաներին եւ կբարձրանամ։ Եթե դու մենակ ես, երեխաներին դասյակում բռնի նրանց ձեռքը եւ ասա մենք կբարձրանանք, եթե կողքի չկա ուրիշ ոչ ոք, միայն դու եւ թողներդ, վերցրու թողների, թող ասեն տատիկ մենք կբարձրանանք, վերցրու նրանց, ովքեր կան, սանիկներին, հարազատության ընկերներին եւ ասա ես կբարձրանամ։ Նա ասում է ես կբարձրանամ։ Եվ կգնամ իմ հոր տուն, որովհետև ամեն բան կարգին է իմ հոր տանը։ Նա ասում է, ես կվերադառնամ դրան։
Բժշկությունը մոտ է իմ հոր տանը, ազատագրումը իմ հոր տանն է։ Նա ասում է, ես կվերադառնամ նրան, որ քայլեմ հոգով քայլել, խոսել, հոգով ապրել, հոգով մտածել, ես կվերադառնամ Աստծո կանոններին, ես թույլ կտամ Աստծուն տիրել իմ կյանքում, ես վերադառնում եմ, որ թույլ տամ Աստծուն շտկել ինձ եւ ուղղել իմ քայլերը եւ ասել ինձ ինչ ան, ես կվերադառնամ նա, որ Աստված կարողանա խոսել եւ ասել, երբ լռել եւ երբ խոսել եւ քնել եւ երբ չքնել եւ շարժվել եւ երբ չշարժվել, ես թույլ կտամ Աստծուն կանգնել։ Նա ասաց, ես վեր կգնամ ինչ որ մեկն այստեղ պատրաստվում է վեր կենալ։ Հրիր ինչ որ մեկին եւ ասա ես կբարձրանամ։ Ասա սատանա, եթե սպանեիր, ինձ պետք է անեիր, քանի ես ցածրանում եմ, բայց հիմա բարձրանում եմ, դու կարող ես կպնել, քանի որ քեզ ընկնում են, դու պետք է կպչեիր, քանի ես անմտություն եմ անում, դու պետք է կպչեիր, քանի դեռ ուշքի չէ եկել, դու պետք է կպչեիր, մինչև որ ես հասկացա, մինչև որ խոսքը լսեցի, ես կբարձրանամ։ Ես պետք է կանգ առնեմ այստեղ, ուրախություն էր Տիրոջ խոսքը կիսել ձեզ հետ։ Գուցե դուք լսել եք անառակ որդու մասին մյուս տեսակետներից, բայց իմաստն այստեղ նրանում է, որ հավասարակշռել եւ տնօրինել ֆինանսները։ Այդ ամենը որոշում էր իր դրույթներով, դրա պատճառը, որ ինձ մոտ սխալ էին դրված առաջնությունները, եւ նա չգիտեր, թե ինչպես տնօրինել իր միջոցները։ Նա հայտնվեց ծայրահեղ վիճակում, եւ նա հետ եկավ իր հոր տուն, եւ ամեն բան սկսեց շտկվել։ Դու պետք է քո բիզնեսը Աստծուն փոխանցես, Աստված քեզնից լավ գիտի ինչպես տնօրինել քո բիզնեսը։ Սովը չի դիպչի քեզ, եթե մնաս հոր տանը։ Աստված սիրում է քեզ։ Ես սիրում եմ ձեզ եւ աղոթում եմ ձեզ համար։